Իրանի և Իսրայելի միջև երկարատև սրված լարվածությունը հանգեցրեց պատերազմի։ Իսրայելը հարձակում գործեց մեր հարևան բարեկամ երկրի վրա։ Թեհրանը հայտարարում է, այլևս չի հանդուրժելու դրսից թելադրվող անվտանգության սպառնալիքները։ Իսրայելը չի թաքցնում, որ Իրանը իր համար գոյաբանական սպառնալիք է ու շարունակում է պնդել, թե Իրանը միջուկային զենքի ստեղծման շեմին է, ինչը բազմիցս հերքել է Իրանը։ Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոփանը երեկ հրավիրված ասուլիսում այդ մասին հայտարարեց։ Իրանը չի ձգտում ատոմային զենք ձեռք բերել։ Լուրերը, թե Իրանը փորձարկելու է զենքը, բազմիցս ասել ենք սուտ է։ Հանցագործ Նեթանյահուն հայտարարեց, թե հարձակում են Իրանի վրա, քանի որ Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել։ Նրանք փորձում են այդ լուրերը շրջանառելով իրենց ագրեսիան արդարացնել ԱՄՆ-ի ներքաշելով պատերազմի մեջ։ 100%-ով դա սուտ է։ Իրանը չի բացառում, որ ԱՄՆ-ն այս պատերազմում աջակցում է Իսրայելին։ Այդ մասին ավելի վաղ հայտարարել էր Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, նշելով, որ Իրանի դեմ ագրեսիան չէր կարող իրականացվել առանց ԱՄՆ-ի համաձայնության և աջակցության։ Մենք ունենք համոզիչ ապացույցներ, որ տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերը օգնություն են ցուցաբերել Իսրայելին, և այդ հարձակումները իրականացել են հենց նրանց շնորհիվ։ Կա տեղեկատվություն, որ Թուրքիան ու Ադրբեջանը քողարկված օժանդակում են Իսրայելին ընդդեմ Իրանի։ Իրանի դեսպանի պատասխանն էր. «Ես չեմ տիրապետում նման տեղեկատվության»։ Չնայած նման խուսափողական պատասխանին, կան մի շարք տեսանյութեր, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ադրբեջանական-իսրայելական անօդաչու սարքերը Արցախի օկուպացված տարածքից հարվածում Իրանին։ Ինչ ռիսկեր կարող է առաջացնել այս պատերազմը Հայաստանի համար։ Իրանը միակ երկիրն է, որը ունի հստակ դիրքորոշում Հայաստանի, հատկապես Սյունիքի վերաբերյալ։ Իրանը բազմիցս ցույց է տվել, որ պատրաստ է գործնական քայլեր իրականացնել Սյունիքի անվտանգությունը բարձրացնելու համար։ Դրա վառ վկայությունը վերջերս անցկացված զորավարժություններն են։ Հետևաբար կա կարծիք, որ Իրանի թուլացումը կազդի Սյունիքի պաշտպանության կարողությունների վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը ուղիղ ասում է, որ այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի դեմ միակ երկիրը Իրանն է։ Եվ հիմա Հայաստանում կա մեծ անհանգստություն, որ Իրանի դեմ Իսրայելի հրահրած պատերազմից կարող են օգտվել Ադրբեջանը, Թուրքիան և հարձակում գործեն Սյունիքի վրա։ Դեսպանը երեկ այդ առնչությամբ արեց ուշագրավ հայտարարություն։ Իրանի կարմիր գծերը երբեք չեն փոփոխվում։ Դրանք կյանքի ու անվտանգության հարց են։ Սրանք ոչ թե հայտարարություններ են, այլ սկզբունքներ, որոնց վրա հիմնվում է պետական գոյությունը։ Մեր թշնամիները չպետք է սխալ հաշվարկեն մեր համբերությունը։ Դեսպանը զգուշացրեց. ցանկացած սպառնալիք կստանա անհապաղ համարժեք պատասխան։ Կա մեկ այլ կարևոր հանգամանք ևս, ինչի մասին ասուլիսում բարձրաձայնեց Հայք Նյուզը։ Փաստն այն է, որ տարածաշրջանում նման լարվածությունների, պատերազմների սկիզբը դրվեց հայկական Արցախի հանձնումով։ Այսինքն Արցախը ոչ միայն Հայաստանի անվտանգության դարպասն էր, այլև Իրանի։ Քանի որ երբ Արցախը հայկական էր, Իրանի հետ ողջ սահմանը ավելի քան անվտանգ էր։ Հետևաբար, արդյոք Արցախի կորուստը նաև Իրանի համար անվտանգային լուրջ խնդիր չէ։ Հայք Նյուզը այս հարցին ի պատասխան լսեց դեսպանի խուսափողական խոսքը։ Ասաց. «Չի կարող պատասխանել, քանի որ դիվանագետ է, այլ ոչ թե քաղաքական վերլուծաբան։ Իրանը մշտապես տարածաշրջանում վարել է զգուշավոր քաղաքականություն, մասնավորաբար հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում, իսկ հիմա պատերազմական այս իրավիճակում դեսպանի նման պատասխանը լիովին հասկանալի է։ Չնայած ի տարբերություն դեսպանի, Իրանի վերլուծական շրջանակները մեղադրում են Բաքվին ու շեշտադրում՝ հայկական Արցախի կորուստը լրջագույն խնդիր է ստեղծել Իրանի անվտանգության համար։ Իսկ ինչ է մտածում այս մասին հանրությունը։ Այս հարցերին պատասխանելու համար Հայք Նյուզը իրականացրեց հանրային հարցում։ Իրան-իսրայելական հակամարտությանը ինչպես եք վերաբերվում, արդյոք այս հակամարտությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստանի խաղաղությանը։ Հնարավոր է, որովհետև բոլոր աշխարհի երկրներին ոնց որ ասած կպնելու է նույնն էլ Հայաստանի։ Դա ինչ որ միտեղ աշխարհի քանդումը կամ վերջնական մարդկության վերացումը, դա ինչ որ բանի սկիզբ է։ Ես այդպես կասեմ, այդպես եմ պատկերացնում։ Ուժեղ կերպով անդրադառնալու Հայաստանին։ Իսկ ինչպես կբնորոշեք, կբնութագրեք ձեր կարծիքը։ Դե թուրքը մնում է թուրք։ Իրան-Իսրայել հակամարտությունում Դե թուրքի կցե գործը չէ, սա է թուրքն է։ Այս միջանցքն ուզում վեկալեն, բայց դե դա հանցագործություն է, եթե միջանցք տվեցին։ Խոսքը Զանգեզուրի միջանցքի մասին է։ Չեմ կարծեր, ոչ, չդառնար Հայաստանի անվտանգության վրա։ Ինչու։ Քանի որ Հայաստանի որպես սահման իրանյան սահմանն է եւ Իրանը Հայաստանի հետ լավ հարաբերություն ունի։
Անոր համար քանի որ սահմանագից ենք չեմ կարծեր որ դժվարություն մտարնա Այո, կարող է։ Ինչպես։ Ես ինձ որովհետև մոտիկ է Իրանը մեր սահմաններին։ Դրա համար մենք էլ վախ ունենք, որպեսզի չանդրադառնա մեր երեխեք մեղք են։ Ձեր կարծիքով այս պատերազմին կարող են մասնակցություն ունենալ նաև հայերը։ Ոչ թե հայերը, ինձ թվում է ավելի շուտ Ադրբեջանը առիթից կօգտվի։ Հավանականությունը կա, եթե չդադարի, եթե տարածքաշրջանը ամբողջը բռնկվի, մենք չենք կարող։ Իհարկե, փախստականներ կլինեն, բան կլինեն, մի խոսքով ինչքան շուտ, այնքան լավ։ Ընդհանրապես մեր ժողովրդի համար պատերազմները ցանկացած երկրի։ Ես ուսումնասիրել եմ միշտ երկու կողմում էլ զինվորականներ են լինում, միշտ երկու կողմում են էլ գեներալների մասշտաբով։ Նույնիսկ այդպիսի սցենար ունեմ, մի 3-4 պատերազմի արդյունքներ եմ ամփոփել երկու կողմից էլ հայ գեներալներ է, ոչ թե զինվորներ։ Դրա համար մեր ժողովրդի համար խաղաղությունը ամենալավ, ամենահաճելի բանն է։ Եթե երկարանա պատերազմը, Իսրայելա-իրանական պատերազմը երկարանա կարող է եւ հնարավոր է։ Հիմիկվա այս վիճակը շատ վատն է, որտեղ պաշտպանություն համարաչում ենք, այնց որ կար, այս օրինակ վախենում եմ, մտնեն ուստը բան չմնա, սակայն այդպես վախ կա։ Իսկ մտածում եք, որ հնարավոր է։ Մենք պատրաստ չենք Ադրբեջանին դիմադրելու, կողքնել Թուրքիան կա, երկուսը որ միավորվան, երկուսն էլ պետք է։ Թուրքիային պետք է գնան Կասպիցով հասնեն, նրանց էլ պետք է հասնեն միջերկրային ծով։ Կդառնա նրա երկիր ինչ Հայաստանը ինչ կդառնա։ Առանց թիկունքի, ոչ մի բան։ Իսկ ինչ է կարծում արդյոք այս Իրան-իսրայելական հակամարտությունից կարող է օգտվել Ադրբեջանը եւ հարձակվել Հայաստանի սահմանների վրա։ Հա, չի մտի։ Այդի արդեն կարող է լրիվ ուրիշ բան դու, այդտեղ կարող ռուսներն են խառնվեն, չնայած Հայաստանը նենց արել, Ռուսաստանի հարաբերությունները, որ նենց է փչացրել, որ ասելու չի։ Ես вообще за мир չեմ ուզում որ պատերազմ լինի ու պարզա մենք վատ բան չի լինի մեզ համար, Հայաստանի համար չկպնեն։